Պտիեղներ անվճար, ոչ մի անվճար, ոչ մի բան չկա։ Ես ինքս հիմա հիվանդանոցային հարցերի մեջ եմ, շատ թանկ, շատ պոլիկլինիկաներն են ներքև 8000 տալիս ես, որ բարձրանաս այդ րոպեին բժշկու հետ խոսես։ Եթե չէ, պիտի հեշտ կանգնես, մի ամիս հետո նոր հեշտդ գա։ Պետությունը չի կարող ասել դու չես աշխատել, ուրեմն չես բուժվելու։ Կյանքը պատժի առարկա չէ, եթե քաղաքացին այսօր հիվանդ է եւ չունի հնարավորություն, պետությունը պարտավոր է ապահովել նվազագույն, անհետաձգելի եւ կենսական բուժօգնությունը, անկախ նրա սոցիալական պատմությունից։ Սա բարեգործություն չէ, սա պետության հիմնարար պարտականությունն է, բայց սա նաև համակարգային խնդիր է։ Մենք չենք կարող ունենալ հասարակություն, որտեղ մարդիկ տասնամյակներով դուրս են մնացել աշխատանքից, չեն ունեցել եկամուտ, չեն վճարել հարկեր, հետո չեն կուտակել կենսաթոշակային իրավունք եւ ի վերջո հայտնվել են պետության բոլոր պաշտպանական ծրագրերից դուրս։ Պետությունը պետք է միաժամանակ անի երկու բան։ Այսօր անհապաղ պետք է փրկի մարդուն անվճար կենսական բուժօգնությամբ եւ վաղվա համար վերադարձնի նրան կյանք աշխատանքի եւ վերապատրաստման միջոցով, որովհետեւ բարեկեցիկ պետությունը նա չէ, որը հաշվում է ով ինչքան է վճարել, այլ նա, որը ոչ մեկին չի թողնում դուրս համակարգից, ոչ աշխատանքից, ոչ առողջությունից, ոչ կյանքից։ Եկեք կառուցենք պետություն, որը դժվար պահին չի մերժում քաղաքացուն, այլ բռնում է նրա ձեռքը։